Դիմացնոտային շրջանում շատ են այն ստրուկտուրաները, որով կարող են առաջանալ ասֆիքսիա, նույն ինքը ատամները, ծնոտի բեկորները, մեր սեփական լեզուն, որը կարող է հենց ամբողջությամբ հետ գնալ կամ պատառոտվել, ինչ-որ հատված հետ գնալ, կամ արյան մակարդուկներ կարող է լինել, փսման զանգված կարող է լինել, ոնց ենք մաքրում բերանի խոռոչը։ Էլի երկու մատն ենք օգտագործում, եթե հնարավորություն ունեք մատենին որևէ բան փաթաթելու, փաթաթում ենք, նույն ինքը բինտն է, կամ ձեր հագուստից որևէ կտոր, բայց այնպիսի բան, որ կարողանաք վերահսկեք ձեր ձեռքով, այսինքն չփաթաթենք եւ մտցնենք բերանը, որովհետեւ այդ ժամանակ մենք կարող ենք գրգռել բերանի խոռոչը, փսման ռեակցիա առաջանա, ու այն կտորը, որով մենք ստուգում էինք, մենք այդպիսի դեպք ունեցել ենք հիվանդանոցում։ Բինտը կուլ տված բերել էին հիվանդանոց։ Հնարավորինս փորձում ենք, որպես ասած, կոնտրոլ անել։ Այո։ Ոնց ենք անում։ Վիրավորը պարկած է, հիվանդ տերմինը չեմ օգտագործում, ստեղ վիրավորներ են պարկած վիճակում թեքում ենք կողքի, թեքում ենք վիրավոր կողքի։ Ինչի որտեղ բերանի խոռոչում վիրավոր հատվածից արյունահոսություն ավելի հեշտ է թափվում դուրս, քան առողջ հատվածից։ Այսինքն մենք հոսքի ճանապարհը ավելի փոքրացնում ենք։